Ցերիկը ռեչոտ միջև հունիսի 7-ը շտապեք ցեխով խփել այս պաստառին եւ դուք կստանաք 20,000 չէ դա։ Այսօր կսկսից է շպրտելու ակցիան, մենք պարտարի վրա պատկերել ենք բոլոր ուժերին ու պատժիր բոլորին դրությամբ, իդեպ կարող եք ուշադրի լինել, որ թվով երկրորդը հենց մեր լոգոն է, ընտրությունները երբ որ սկսում են, քաղաքական ուժերը սկսում են իրար վրա ակուզապ ցեղ շպրտել, այդ պրոցեսը արդեն իսկ սկսել է, ու մենք որոշեցինք քաղաքացիներին տալ հնարավորություն, որ իրենք կարողանան իսկական ցեղ շպրտել քաղաքական ուժերի վրա։ Այսինքն ամեն ինչ արդեն ցեղոտ մեր։ Դա շփոթված է։ Այո, ներչում։ Հիմա ովքեր որ ցանկանում են, մենք այստեղ ունենք թե ձեռնոցներ, ունենք թե դույլեր, որի մեջ կա համապատասխան ցեղը, կարող եք վերցնել եւ նետել դեպի քաղաքական ուժերի ուղղությամբ։ Սուսաննա։ Սուսաննան հիմա կնետի, տեսնենք ինչպիսի հարված կլինի։ Շադրություն Ալյանս կուսակցությանը եւ հանուն հանրապետության կուսակցությանը դիպավ այս ցեղը։ Նորավորում եմ մեր գործընկերներին։ Կարող եք մի հատ էլ ձեր ուզածին կպեք։ Այո, այո։ Տպավ Հայաստան դաշինքին։ Շնորհավորում եմ ձեզ, որ ձեր ուզածին հասաք։ Կարո՞ղ վերցեմ միած ինձ։ Հաջորդ ով է մոտենում։ Իհարկե վերցրու։ Տեսնենք ինչ։ Արաքսը։ Արաքսի դեպ շատ իստում է իր ուզած տեղն է գտնելու, տեսնենք։ Աչի ջահատես։ Հարված։ Տպավ ՀԺԿ Հայաստան դաշինք հանուն հանրապետության եւ այլն։ Մյուս խփողին առաջարկում եմ դեպի ձախ հարվածը, որովհետեւ այդ կողմի ուժերը դեռևս իրենց փայտ ցեղը չեն ստացել։ Ես մեր ուժին եմ խփելու, բոլորին դեմ եմ։ Ասում եք իրենք կազապատության վրա։ Այս ընտրություն չի, բացաշարը, մենք կազմակերպենք, որ ոչ մի ուժ անմասն չմնա, մենք հավասարություն ենք դրել ու մեզ էլ ենք ներառել, ոչ մեկին չենք ուզում անմասն թողել։ Հարված։ Ես խփելու եմ հենց բոլորին դեմեմին, խորհրդանշելով, որ մենք մեզ էլ ենք։ Կպավ, մի քիչ է կպավ միասնության թևերին ու ռեֆորմիստներին։ Երկրորդ գից եմ էլի կանգնած, մի հատ արագ գցեմ գնամ։ Համեցեք։ Ֆոտոն ենք, էի։ Սա մեր վրա են ցեղ շփոթում։ Մեր վրա չէ։ Ես եմ հաջող։ Ազգային ժողովրդավարական բեռ։ Խնդրում եմ լուսավոր Հայաստանին չհասեցեք։ Բարև ընկերներ։ Ես որոշում եմ բանից եք Ես որոշել եմ այս ձևով գցել։ Սենց բան մեկ էլ ամուսնանալուց եմ արել։ Դե շենակով աբրնում հաջորդը։
Ալյանսը։ Ասեմ, որ ցեխը դա ամենավատվանոչին ջրարոշը պատել է։ Մենք մի քաղաքական սպանություններ ենք իջև անդամ ունեցել, մնացած են չասեմ որ ջրարոշը պատել։ Կամպրամատներով ու մնացածը։ Սա այնա ինչ որ մարդիկ տեսնելու են։ Ձեզ անպայման գալու են գեղեցիկ տենց բաների նկատմամբ հատենց բարձր պաթոսային բաներից են խոսելու, բայց իրականության մեջ սա այնա ինչ որ տեղի անելու մեզ ընթացքում։ Ոչ մի բովանդակային քննարկում, ըստ էության մենք չենք էլ կարողանում տեսնել բովանդակային քաղաքական գաղափար Հայաստանում գրեթե չի քննարկվում։ Միքայել Մարկարյանը վերցրեց ցեխը առանց ձեռնոցների։ Մտնում են քաղաքականություն, տարբերակ չկա։ Երբ որ նետում ես ցեխ, վերքերդ պարտադի պիտի ցեխ մեջ նա։ Ցավոք սրտի սա պարտադի պայմանականության մեջ։ Համաճուն լրագրողները արդեն ուրիշ տեղ են։ Իրանց ուշադրությունը։ Միկան որոշել է ինքն էլ կեղտոտվի։ Օլո։ Իրա ճիշտ ձևը առանց ձեռնոցների է։ Նիկայի հետ ես համաձայն եմ։ Պետքա եթե ուզում ես այս խնդիրները լուծվի, դու էլ ձեռներդ կեղտոտես էլի, առանց կեղտոտել։ Էլի նույն տեղը։ Հայաստանում սա առաջի շանսն է։ Սիրելի քաղաքացիներ, մոտեցեք եւ փորձեք ձեր թիրախային հմտությունները։ Վերականգնեք ձեր մկանային հիշողությունը եւ պատժեք բոլոր քաղաքական ուժերին, ովքեր արդեն ահագի ժամանակա խախտում են բոլորին։ Մոտեցեք խփեք ձեր 400%-ով կենսաթոշակները բարձրացնել խոստովող քաղաքական ուժերին։ Կպնուր, հա։ Կպնել չի ելել։ Իդեպ ձեզ փորձել ներկայացնել յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջնորդի կամ որևէ մեկի որևէ կուսակցության անդամի կամ դաշի կազմած ուժի մասին որոշակի ամփոփագիր, այսպես ասած, ասեք խփեք։ այստեղ կան մարդիկ, որոնք Ռեֆորմիստների 2023 թվականի էթնիկ զտման ժամանակ Անդիպատիա եւ ինչ-որ Որոշում ես հակին ես կպնում։ Բացերիկը ռեչոտ միջև հունիսի 7 է, շտապեք ցեխով խփել այս պաստառին եւ դուք կստանաք 20,000 չէ դա չկրել։ Ժողովրդավարության մակարդակը, որոնք հիմա կա եւ գործում է հայկական ինստիտուտները, այսպես ասած, նրանք չեն ապահովում իշխանության խաղաղ եւ անցնցում փոխարինում ընտրական գործընթացների միջոցով։ Ընտրական գործընթացներում ձեր առջև այս պաստառի վրա կան ներկայացված բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնց նպատակը ա. ձայն փոշիացնելն է, բ. ապահովել բևեռացումը, գ. թույլ չտալ, որ որևէ ձևով առողջ մի քիչ թեկուզ առողջ քաղաքական ուժերը հնարավորություն ունենան Հայաստանում հավակնելու նույնիսկ մի քանի մանդատ ունենալու։ 2021 թվականի ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրական շեմը հաղթահարել է ընդամենը 2 քաղաքական ուժ։ Սա նշանակում է, որ բևեռացումը թույլ չի տալիս, որ ազգային ժողովում լինի տարակարծություն, գաղափարների բախում եւ բոլորին դեմ եմ շարժումը, որը հետագայում դառավ նաեւ կուսակցություն, իր առջև խնդիր է դրել Հայաստանում իրականացնել համակարգային այնպիսի փոփոխություններ, որի հետևանքով մեր հասարակությունը հնարավորություն է ունենալու ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու։ Առանց հեղափոխությունների, առանց ճգնաժամեր ստեղծելու, մենք պետք է հնարավորություն ունենանք ընտրությունների միջոցով փոփոխելու իշխանություն։ Տենց էլ կոչվում է, բոլորին դեմ եմ, հա? Ինչքան ֆեյք լսեք չհավատակ, մենք մենակ մենք ենք, ուրիշ մարդ չկա։ Այն հոգնած ու զզվածները, որ սաղից են հոգնել, այդ մենք ենք։
ես ինչքան կարմիր մայքով մարդ եմ տեսնում, ինձ թվում է մերոնքական է, գիտես, չէ՞։ Ու սա քաղաքը կարմիր մայքի Բոլոր քարմիրների կարելի է։ ովքեր են։ Բարև ձեզ։ Այո, երկու, ամար երկու։ Բարև ձեզ։ Դե մենք ձեզ տանք դուք եմ ես, ապրեք։ Որս գաք մի բան են չի կարեք բոլորին դեմին։ Բարև ձեզ։ Բոլորին դեմ եմ կուսակցությունից։ Տեսան, փոխանակում արեցինք։ Մարդիկ ովքեր կարողանում են adekvat իրար նկատմամբ վերաբերմունք դրսևորել, պարզ մարդկային հարաբերությունները, մեր երկու տարբեր կուսակցություններ հանդիպեցին իրար։ Այդ նորմալ մարդիկ են։ Երիտասարդների հետ գործ բռնելը էսա, միջև դու հասնում ես տեղ, իրան գործի մեծ մասը արած են լինում։ Անցնում ենք։ Լավ բան են մտածել։ Բարև ձեզ, բոլորին դեմ եմ կուսակցություն կա։ Բարև ձեզ, բոլորին դեմ եմ։ Շնորհակալություն շատ։ Բարև ձեզ։ Այս ամենաքաղաքական պրոյեկտն է, ես ձեզ ամենայն պատասխանցում եմ։ Բոլորի դեպ դուք ուզում եք, որ բանը գան, այդ մոլը գա։ Բացառվում է։ Բացառվում է։ Դուք բացառվում է։ Բացառվում է։ Եթե մարդը ոչ մեկի չի ընտրում, մենք խշում ենք, ասում ենք գնա, մենակ դիկոլ մի ընտրի։ Չէ, ընդհակառակը, այն մարդիկ, ովքեր որևէ կուսակցության ձայն չէին տալու, մնալու էին տանը, որտեղ ուրիշ անելիք չունեն, եթե ոչ մեկին չեն ընտրում, մնում են տունը։ Այսինքն մենք ասում ենք տվեք մեզ ձայն բոլորին դեմը, մենք գալիս ենք շատ կոնկրետ փոփոխություններ անելու, շատ կոնկրետ։ Ես չեմ կարել լինել միտեղ, որտեղ Նիկոլ են ընտրում։ Ոչ մեկի չի ընտրում, բայց փաստորեն ձեզ ընտրում։ Հա, բայց մենք ասում ենք, բայց մենք ասում ենք։ Բայց այդ հետաքրքիր շատ բան է, գիտես։ Խայբ կա մեջ, ընդունում եմ։ Դրա մեջ, հա, կա։ Մարդիկ, որոնք որ ես ոչ մեկի չեմ ընտրում։ Համաձայն եմ։ Բացում է, որ դու գոյություն ունեցող։ Այո, բայց մենք շատ կոնկրետ գործողություն ենք գալի անելու։ Մենք չենք ասում գալու ենք 5 տարի մանդատ պահենք։ Հաջողությունը ցանկա։ Մեզ հաջողություն, որովհետև խնդիրը շնորհակալություն շատ զգացված է։ Հելեն կարող է մոտդ շիրելի հայրենակի չլինի, ավել նոր։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին դուք ունեք հնարավորություն քվեարկելու բոլորին դեմ եմ։ Մենք ստեղծել ենք բոլորին դեմ եմ կուսակցությունը հենց ձեր համար, որպեսզի գնահատական տակ Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությամբ զբաղվող մարդկանց բոլորին։ Քվեատերտիկ համար 2 դրեք բոլոր քաղաքական ուժերին, թող լիկվիդ մնա։